մեր երկրի ղեկավարը մինչև երկրի ղեկավար դառնալը ունեցել է 10 աշխատող, որից 8-ին ամեն տարի փոխել է։ Նա չի կարողացել իր մոտ աշխատատեղ ստեղծի, իր թիմի մեջ լավ միջավայր ստեղծի, ինչպես է 100 հազարավոր հայերի աշխատանքով ապահովելու։ Ով է այն մարդը, ով այսօր պետք է գա Հայաստանին առաջնորդելու։ Այդ մարդը մեր պես, ձեր պես մարդ է, ով ժամանակին գնացել է արտագնա աշխատանքի, հաջողությունների է հասել, բայց հիշողությունը տեղն է եղել։ Հիշել է իր հայրենի համայնքը եւ հիշել է իր հայրենիքը ու հաջողության հասնելուց հետո ամեն անգամ աջակցել է իր հայրենիքին։ Ինչն է մեր ծրագիրը։ Առաջի բանը Հայաստանի բոլոր համայնքների համար ընտրվելու է զարգացման ծրագիր։ Մի համայնքը զբաղվելու է նավթի վերամշակման, մի համայնքը զբաղվելու է պղնձի վերամշակման։ Արդիկը որպես հայկական շինանյութի կենտրոն տուֆից բռնած բոլոր շինանյութերի արտադրությունը։ Մենք տարեկան ներմուծում ենք $500 միլիոն շինանյութ, կերամիկա, որի կավը այստեղ կա։ Գիտեմ, որ Փանիկի շրջակայքում դուք ունեք կավի հանքեր այստեղ մենք։ Ամեն ինչ կա Հայաստանում տասնյակ հարյուրավոր միլիոնների ներմուծվում է այստեղ։ Փոխանակ Հայաստանում արտադրվի։ Իշխանության փոփոխությունից հետո 1 տարվա ընթացքում ծրագիր է առաջարկվելու։ Արդիկի համար առանձին ծրագիր, թե ինչ գործարաններ պետք է լինեն, որ մարդիկ մնան եւ աշխատեն։ Սա է երկիրը ուժեղացնելու ամենահեշտ ճանապարհը։ Կարող ենք մենք էլ բերենք մի քանի փողոց ռեմոնտ անենք, մի քանի օքու վրա գորգորանք, ասենք Ժորժ ջան, ձեզ նենց ենք սիրում, տեսեք այն մարդկանց վրա ոնց գորգորացինք։ Բայց մեր ու ձեր կյանքը դրանից չի փոխվելու։ Փոխվում է կյանքը այն ժամանակ, երբ կա աշխատատեղ 7000 մարդ արդիկ խոշորացված համայնքում, գործ չունի այս պահին։ Ու գնում է Հայաստանից դուրս 7000 մարդ։ Պատկերացեք ինչ մեծ նշաձող ունենք մենք անելու։ Ամեն օր հանգիստ պետք է աշխատենք ու վերականգնենք Հայաստանի արդյունաբերական հզորությունը, նաև այս համայնքի համար։